Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի Դավթաշենցիներ, այս պահին գտնվում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանում եւ շարունակելու ենք մեր քարոզարշավը, մեր քաղաքացիներին կոչ ենք անում սադրանքների չտրվել եւ միշտ հիշել, որ շունը կարող է հաչել, բայց քարավանը կգնա։ Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Դավթաշենցիներից, ովքեր 2023 թվականի Երևանի ընտրությունների ժամանակ հազարավոր ձայներ են տվել Մայր Հայաստանին։ Հիմա ուզում եմ տեղեկացնել, որ Մայր Հայաստանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով եւ եթե դուք շարունակում եք վստահել, իսկ մենք վստահ ենք, որ դուք շարունակելու եք վստահությունը տածել մեր հանդեպ, որովհետեւ մենք արդարացրել ենք ձեր հույսերը եւ այդ վստահության շարունակականության պարագայում կոչ ենք անում ձեզ քվեարկել համար 7-ի օգտին, քվեարկել, որպեսզի փոխենք այս իրավիճակը, փոխենք այս խայտառակ իշխանություններին եւ ձևավորենք նոր իշխանություն, որը հնարավորություն է տալու մեզ երաշխավորված խաղաղություն եւ Բարգավաճ Հայաստան ապահովել։ Այս պահին մենք Դավթաշենցիներին ասում ենք, որ շարժվելու ենք հիմնական կենտրոնական փողոցով, մոտեցեք, եթե հարցեր ունեք, եթե խնդիրներ ունեք, եթե առաջարկներ ունեք, եկեք շփվենք միասին, քայլենք եւ միասին միասնական ջանքերով հունիսի 7-ին փոխենք մեր այսօրվա իրականությունը։ Հարգելի Դավթաշենցիներ, հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանի արտահերթ, ավելի ճիշտ հերթական ընտրություններ եւ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ քվեարկել թիվ 7 քվեաթերթիկի օգտին։ Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու։ Կա երկու օրակարգ՝ ադրբեջանական եւ հայկական։ Ադրբեջանական օրակարգը օրվա իշխող ռեժիմն է առաջարկում։ Մերը հայկական օրակարգն է։ Մենք միասնական ջանքերով պետք է կյանքի կոչենք հայկական օրակարգը եւ մերժենք ադրբեջանական ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը արդեն չի էլ թաքցնում, որ սպասարկելու է Ալիևի օրակարգը։ Այդ օրակարգի մասին այսօր էլ նա խոսեց։ Հերվից գալով ասում է, որ Հայաստանում այնպես չի, որ միայն հայեր են բնակեցվել։ Ակնարկում է, որ կարող են ադրբեջանցիներ այստեղ բնակեցվել եւ դա ըստ էության հենց Ալիևի օրակարգն է։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրությանը եւ ձայնը տալ ազգային ուժերին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկողներին։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Ժորժ ջան, ողջունում ենք ձեզ, եկեք մի հատ ծափարություններով մեր քաղաքացիներին ողջունենք։ Ժորժ ջան, հայրիկ ջան, անպայման կմասնակցեք ընտրությանը։ Հունիսի 7-ին քվեարկեք թիվ 7-ի օգտին, որպեսզի ունենանք երաշխավորված խաղաղություն եւ բարգավաճ երկիր։ Միացիր! Միացիր! Բարև ձեզ հարգելի Դավթաշենցիներ, ուրախ ենք բոլորին տեսնել։ Դե ինչ, շուտով հունիսի 7-ն է։ Ըստ էության մի օր, երբ որ բոլոր դժգոհությունները, բոլոր բողոքները, բոլոր միգուցե ոչ դժգոհությունները, սեղ արդեն ամեն մարդ ինքն է որոշում։ Բայց այնուամենայնիվ ձայնի արտահայտությունը։ Ուրեմն մի հատ ֆեյք է տարածում, սրանք ասում են իմաստ չունի, ամեն ինչ որոշված է, բարի ախորժակ ձեզ կներեք, հուսով եմ չեմ խանգարում, ծանոթացեք։ ասում է, որ ամեն ինչ որոշված է։
որոշվածը դու որոշվածը գիտեք ինչն է, որոշվածը մենակ ընտրության օրն է, իսկ ընտրության և ընտրությունների բոլոր երակները, երևեքները, բոլոր Ասմիկը չի գտնում ձեզի։ Իհարկե հասկանում հոգնել եք, սարսել ես 8 տարի ստրեսի մեջ ենք ապրում, բայց ի վերջո, եթե մարդ խոհանոցում կամ իր տանը կամ ընկերների հետ միասին նստած քննարկում է, վերջում են ասում չեմ գնալու կամ մեկային ծանից բան չի փոխվելու, սուտ է, հենց քեզանից, անմիջապես քեզանից է կապված, որտեղ ես դու ապրելու, որտեղ եք մենք բոլորս ապրելու, մեր երեխեքը որտեղ, ձախ կողմից տենում եմ, ես ինչ Ծափարություններով, Բարձր։ երեխեք էլ եմ տենում, ավես, աշխարհի ամենասիրուն երեխեքը մեզ են հիմա պատուհանից նայում։ Եվ այսպես, այդ իսկ պատճառով, հունիսի 7-ին անպայման գնացեք և քվեարկեք։ 15 րոպեվա պատմություն է։ Առավոտ մարդ, արթնանում է միակ, սուրճադրում դառը քացր արդեն դուք նայեք ոնց եք անում։ 15 րոպե ժամանակ։ Ու այդ 15 րոպեն իրականում հենց ձեր քվեյով որոշելու է։ Մենք ապրելու ենք Հայաստանի Հանրապետությունում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Մեզ հիմա փորձում են հակառակը համոզեն, ասեն պես բան չկա, բան եւ այլն, բայց այդ Բարեցես, խնդրեմ ծանոթացեք։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Հլնայք, երիք սիրուն երեխայք, բարև, Ջորջան, ես է իրականում, իսկ որ ամեն ինչ մեր ուզածով, նիրի խոսքը գնում է, քաղաքականությունից զատ, քաղաքական ուժերից զատ, քաղաքական չգիտեմ, բոլոր ելևեկներից զատ, որպես հայ մարդ, որպես հայեր, որպես մարդիկ ովքեր ուզում են ապրեն Հայաստանի Հանրապետությունում, ինչ են կանում հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Արման մի գնա, մի շարժը։ Ուրա։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին անպայման մասնակցեք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ձեր քվեի ուժով կանխեք նոր պատերազմը, նոր կորուստները, նոր պարտությունները, օրվա իշխանությունը պատերազմ ու կորուստներ բերող է, օրվա իշխանությունը ադրբեջանական օրակարգ սպասարկող է, միասնական ջանքերով առաջարկում ենք ձեզ մերժել Ալիևի ու Էրդողանի թեկնածուին և քվեարկել ազգային ուժերի, մասնավորապես թիվ 7-ի օգտին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, միացիր, միացիր, մանուկ, լավ չի, խայտարակ լավ թե վատ իմաստով, վա, Քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վար բարև ձեզ, չէ, ես վախենալու չեմ հետքան, խնդրեմ ծանոթացեք, անպայման կմասնակցեք, լավ, եղա շնորհակալ։ Ոյ, կներեք հայրիկ ջան, խնդրեմ ծանոթացեք, բարև ձեզ, խնդրեմ ծանոթացեք, բարև ձեզ Ժորժ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, ծանոթացեք, ձեզ լավ օր, լավ աշխատանքային օր։
Մի քանի հատ դուր, մի քանի հատ։ Նշանը ոչ ոք չի ջնջի մեր հիշողությունը ոչ ոք չի լրացնի հայցայինը ոչինչ չի ուրացվի ոչ մի անուն չի մորացվի Տեքստերը պետք է ավելի շատ ես։ Սիրելի դավթաշենցիներ, Տեքստերը ասեք։ ողջունում ենք բոլորին, կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ տեղամաս և իրականացնել ձեր քաղաքացիական պարտքը։ 2018 թվականին այս իշխանությունները եկել են բարձրաձայնելով տարբեր անարդարությունների մասին, այ ողջունում ենք, եկեք բոլորով ողջունում ենք Ծափարություն։ ապրեք դուք։ Հունիսի 7-ին Համար 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Ձերի այնակիցներ 18 թվականից այս իշխանությունները ձեզ խաբում են, կեղծում են, գողանում են ձեր հավատը, գողանում են ձեր քվեն, գնում երկիրը Թուրքի առաջ ծնկի են բերում, ամոթով, ստով, կեղծիքով խաբում են հասարակությանը։ Գնում են Թուրքի առաջ դառնում են գիքոր, գալիս են ստեղ ունենում են պսիխոնոպաներ։ Սիրելի այնակիցներ, բոլորը հունիսի 7-ին գնացեք ու վերջ տվեք այս նվաստացմանը, այս մղձավանջին, այս կահավիժմանը, այս ազգային խայտարակությանը։ Քաղաքացի Նիկոլ Հովայի Փաշինյան պատերազմի արդյունքում բունկեր է մտել մեկ մարդ և այդ մեկ մարդը Խնդրեմ ծանոթացեք, անպայման կմասնակցեք ընտրությանը ժողովուրդ։ Եվ այդ մեկ թռածը դու ես, և այդ մեկ ստախոսը դու ես, և այդ մեկ ագրեսիվը դու ես, և այդ մեկ ատելություն տարածողը դու ես, և այդ մեկ տարածատու մցրող հասարակության մեջ էլի դու ես, էլի դու ես, էլի դու ես, էլի դու ես, սիրելի այնակիցներ, բոլորս հունիսի 7-ին ընտրատեղամաս, հունիսի 7-ին, Համար 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին ողջունենք մեր համաքաղաքացիների Շնորհակալություն, իրականում ադե Դավթաշենը ուրիշ տեղ է, էլի։ Ուրիշ տեղ ես քեզ զգում։ Շատ շնորհակալություն ձեր վստահության համար, ձեր ջերմության համար։ Բարև ձեզ երեխեք։ Բարձր ծափերով ժողովուրդն ասա։ Շատ շնորհակալություն։ Իրականում որ ասма ընտրությունները բոլորը ինչ խոստումներ են տալիս, խոսում են եւ այլն։ Մենք կարող ենք միայն մեկ բան խոստանալ։ Այդ ի հաստատ։ Ինչ ասել ենք տերենք։ Ինչ ասել ենք, հələ մի բան էլ ավել ենք անելու։ Բայց ամենակարևորը, որ մենք այսօր հասկանանք հետևյալը։ Այս ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն դասական առումով։ Այս ընտրությունները պարզ հարցի պատասխան պետք է տան։ Մի տեսակ հանրաքվե են իրենք։ Որտեղ ենք մենք ապրելու։ Ապրելու ենք Հայաստանում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Ինչ լոլոներ, հեքիաթներ, ինչ ուզում ես, հիմա մենք կլսենք։ Բայց իրականությունը սա է։ Հիմա մարդ ես, կա մարդ կա ուզում է ապրի Արևմտյան Ադրբեջանում, չգիտեմ։ Բայց համոզված եմ, որ հայերի, իսկական հայերի, ոչ թե ազգանունի վերջանունով կամ պասպորտով, հա?
ցանկությունը ունենալ ազատ, անկախ, բարգավաճ, ամենակարևորը անվտանգ, իրական անվտանգ, այլ ոչ թե ստորացուցիչ իրավիճակը, որի մեջ մեզ սաղը սկցել են, ասում են, պետք է վիզները ծուր մանգած թուրքի դեմ է, թե չեկակակ ես կսպալի, ձեռեք առնում ձեզ, հետ երբ որ վիզը ծռած է, այդ ժամանակ են գալիս, երբ որ վիզը ծռած է, այդ ժամանակ է սպարնում, Իսկոպոսան հրանտի կիդն է, որի բանդան Ցավակցում եմ կարող է լինել միայն Ես հաջող Ձեզ Զոնային կբարել շատ շնորհակալ եմ Թող չհավատացվելից հունիսի 7-ին գնա և քվյարկի երաշխավորված խաղաղության համար, արդարության համար, Էպիսկոպոսյանի կիններ, չէ՞։ մնալու իրավունքի համար։ Հետևաբար, հունիսի 7-ին Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրությանը եւ այս ընտրությունը դիտարկել որպես յուրօրինակ հանրակրվե, անկախության հանրակրվե, որովհետեւ մենք ստիպված չենք սպասարկել ադրբեջանական օրակարգը։ 18 թվականի գանավ իշխանության ձեզնից ստացել են խնդրեմ, ծանոթացեք։ Համերաշխության մթնոլորտ է Հայր ստացել։ ջան, խնդրեմ, Շատ մեծ վստահություն է ստացել ձեզ արի։ անպայման մասնակցեք Բայց ընտրությանը։ մսխել են այդ ամեն ինչը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ավարտակ գալով իշխանության իրենք են կոռումպացվել։ Հայտարարելով Արցախը Հայաստան է, վերջում Արցախը տվել են Ադրբեջանին։ Ու հիմա հետո լկտի անալով ձեզ հայտարարելով 3 միլիոն վարչապետներ ձեզ անվանել են Պողոսներ։ Հայտարարելով հպարտ քաղաքացի, հետո ձեզ անվանել են Հաբալ։ Ես պարակայում արդեն պատրաստ են դառնալ Թուրքի տեղապահ Փաշա։ Ուրեմն ոչ Պողոսացմանը, ոչ Համբալացմանը, ոչ Փաշայացմանը, ոչ Պողոսացմանը, ոչ Փաշայացմանը, ոչ Համբալացմանը, եւս մեկ անգամ ոչ Պողոսացմանը, ոչ Համբալացմանը, ոչ Փաշայացմանը։ Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Հարգելի դավթաշենցիներ, դուք միշտ ցույց եք տվել, որ սկզբունքային դիրքորոշում ունեք։ Հունիսի 7-ին մենք ձեզ առաջարկում ենք քաղաքական չափալախ տալ օրվա ապիկար ու ադրբեջանամետ իշխանությանը անպայման մասնակցեք ընտրություններին, որ հետո ստիպված չլինենք կրկնել Արցախի ճակատագիրը։ Այս իշխանությունը ցույց է տվել, որ ամեն մի հայկականը, մեր ինքնության ամեն մի մասնիկը օտար է իր համար։ Իրենք պայքարում են Արցախի, արցախցիների, Արարատի, Հայաստանի, հայ ժողովրդի դեմ։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է արցախցիներին, որ նրանք չեն զոհվել, իսկ իրականում իր ասացի ամբողջ իմաստն այն է, որ ով իր կողմից չէ, նա պետք է անպայման զոհված լինի։ Այսինքն ինքը ցանկանում է, որպեսզի հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ողջ չմնա, որպեսզի ինքը կարողանա թուրքական լծի տակ տեղապահ աշխատել։ Մենք պետք է մերժենք այդ քաղաքականությունը եւ դրա համար բոլորիդ կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեով վերջ տալ քաղաքացիական պայմանագիր կոչվող խունտայի իշխանությունը։ Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Քվեաթերթիկ Համար 7 Քվեաթերթիկ Համար 7 Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ, եկեք բարձր ծափարություններով ողջունենք պատաններից ու պատշգամբներից մեզ հետևող հարգելի դավթաշենցիներին։ Սիրելի դավթաշենցիներ, ձեզանից շատ բան է կախված։ Ընդհանրապես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուց կախված է այն, թե արդյոք մենք կունենանք երաշխավորված խաղաղություն, թե հերթական նվաստացուցիչ
ու պարտությունաբեր պատերազմը յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե արդյոք մենք կկարողանանք զարգացման ուղի ընտրել, թե կգնանք Արևմտյան Ադրբեջան դառնալու ճանապարհով։ Մի մտածեք, որ Արցախի ճակատագիրը շատ հեռու մի բան էր եւ դա մեզ չի սպառնում։ Իրականությունն այն է, որ Նիկոլն ու Ալիևը չեն էլ թաքցնում, որ իրենք պատրաստվում են ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում, որ իրենք պատրաստվում են Հայաստանից տարածքներ հանձնել Ադրբեջանին, որ իրենք պատրաստվում են ոչնչացնել հայկական ինքնությունը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ընտրությունը Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջև է։ Դուք այս ընտրությանը մի վերաբերվեք որպես իշխանություն եւ ընդդիմություն ձևավորելու ընտրության։ Սա հանրաքվե, մեր անկախության հանրաքվեն, մեր ինքնության պաշտպանությունը, մեր ինքնիշխանության ձևավորումը եւ ամրապնդումը։ Հետևաբար հունիսի 7-ին հունիսի 7-ին քվեաթերթիկ միացիր խոսես Все, йод. Պատմություն կանգրված, աստողի վրա հավատք կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապական մենք հավատով կրվում։ Ինչ ա եղել։ Բայց կարծեմ երրորդ տեղն է ինքստեղ։ Привет, Վայց։ Բարև Ալես։ Ոնց ես։ Լավ, նորմալ։ Ուզում ես մի հատ քեզ տա։ Ձեր թաղերն են ճիշտ։ Ինչա, ոնց ես գնահատում։ Լավ, գրական։ Շանսեր կան։ Դուք պետք է ասեք, մենք չգիտենք։ Դե մենք մեջն ենք, կարող է այդքան ոգևորվենք չջոգենք։ Յոթ, բոլորով յոթ ենք ցույց տալի։ Բայց արժի բակերել մտնել, իմ կարծիքով։ Ներքևից իջնելուց այդ բակերը շուխուր անենք մի քանի։ Խփա։ Սիրելի Դավթաշենցի ժողովուրդ, ողջունում ենք ձեզ։ Ուզում եմ երկու բառով ձեզ հիշեցնել, որ 23 թվականին Երևան քաղաքում տեղի ունենում ավականու ընտրություններ, որտեղ որ ձեր մասնակցության, քիչ մասնակցության արդյունքում այդ Թալանչի Ավինյանը, մեկ է ԿՊ փոքրիկ խմբակը, ձեզ խաբեցին, այնպես արեցին, որ դուք քիչ մասնակցեցիք ընտրություններին, Ավինյանը քաղաքացիական պայմանագիրը եւ այդ կցորդ հանրապետություն կուսակցությունը իրար հետ մերձեցան 9% ընդամենը ձայն հավաքեց Երևանում քաղաքացիական պայմանագիրը նրա համար որովհետեւ դուք
ուղղակի տներից դուրս չեկավ։ Հիմա դուք այս ձեր քիչ մասնակցությանը արդյունքում թողեցիք, որ Ավինյանը եւ իր փոքրիկ խմբակը գա ու սկսի ձեզ թալանել։ Նա կարգախոս էին, հիշում եք ընտրել, ասեք կանեք, սրանք փաստորեն հակառակն է, ասեք չասեք չեն անելու։ Եկել են ձեզ ուղղակի թալանելու, խաբեցին ասեցին գալիս են ձեր կյանքը բարելավել, բայց հակառակը եղավ։ Եղան գույքարկը դարձրեցին միանգամից 100% թանկացրեցին, աղբանությունը դարձրեցին արդեն քառակուսի մետրերով, իրանց համար դե կապ չունի։ Այդ բնականի մեջ մարդ կապրի, չի ապրի, կարևորը շատ գումար ձեզնից թալանեն, տրանսպորտը թանկացրեցին, այս փոխհատուցման աշխատանքներում 4 միլիարդ 292 միլիոն դրամ մեջ արեցին, հələ մինչև հիմա փոսերը կա։ Այս մարդը սկիզբ սովորական փոխհատուցման աշխատանք չի կարող կատարի։ Ուսեց ամեն տեղական տունքերից բռնած, ամեն ինչ թարգացրեցին, այն կողքի մարտել այդ սրտիկով Ավինյանի հետ, ասեց դե լավ այլի։ Իրար հետ տեսանք ոնց է կանում, երևանցիներին հալան են թալան են, մեկա երևանցիները ձերի չեն հանել։ Հիմա եկել է ժամանակը։ Հունիսի 7-ին երևանցին պետք է թարս ապտակ տա քաղաքացիական պայմանագրին, այս Ավինյանի գլխավորությամբ։ Եկել իրեն ճախում է, ես ինչ էր խոսում, մարդկանց էր մեղադրում, բայց ամենաուժեղ թռածը ինքն է։ Ավականու նիստերին թանկացումները բերում է, հենց սկսում ես հացեր տալ խիես մարդկանց գրպանը մտե, սկսում է թռնել նիստերից։ Ինքը ամենաուժեղ թռածն է։ Հիմա ժողովուրդ ջան, հունիսի 7-ին մեծ մասնակցություն ապահովեք, գնացեք ընտրատեղամաս, այս թարս չափալախը տվեք այս քաղաքացիական պայմանագրին եւ ձեր մի քվեով այնպես արեք, որ սրանք գնան իրենց գործերով։ Իսկ Հայ Հայաստան խմբակցությունը ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի հետ, Բարգավաճ Հայաստան ցուցակով եւ մենք դες խոսք ենք տալի։ Իշխանափոխության պարագայում գույքարկը պետք է վերադառնա իր հին գնին, աղբանության վճարը պետք է վերադառնա իր հին գնին եւ այնպես պետք է անի, որ երևանցիների կյանքը բարելավի։ Այնպես որ հունիսի 7-ին բոլորս ընտրատեղամաս եւ մեր ձայնը տալիս ենք համար 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին յուրաքանչյուրից հետ շատ մեծ բան է կախված։ Բոլորդ մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով լուծեք նոր իշխանության ձևավորման հարցը։ Բայց դա միայն իշխանությանը չի վերաբերելու, դա վերաբերելու է մեր երկրի ճակատագրին, որպեսզի մենք ստիպված չլինենք պատերազմի մեջ մտնել, որպեսզի մեր երեխեքը խաղաղ ու անվտանգ ծառայեն, անհրաժեշտ է կռիվ տալ ընտրատեղամասում։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս, մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ քվեարկում ենք հավաքական ընդդիմության հաղթանակի օգտին։ Իսկ դրա համար հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, եւ միասնական ջանքերով անպայման գնալով ընտրատեղամաս մտքում ունենում ենք այն գաղափարը, որ միասնական գործողություններով հնարավոր է հաղթանակ։ Միացիր! 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 Հայաստան իմ լույսին քո ներքծանը բայց ոչ խավար քո սրտի մեջ դեր կրակա քո ճամփան բաց է դեպի վաղը
եկեք դա դուպլետ տամ ձեզ, ծանոթացեք, անպայման կմասնակցեք։ Չունեմ 3, հա, ձեզ էլ կտամ։ Երեխեն բա ուրա։ Դարը տվեցի մամային։ Շնորհակալություն։ Մենք իրար հետ ենք գնում, Մայր Հայաստանը եւ Բարգավաճը իրար հետ են։ Գիտեմ նաև որ ձեր խոսակցական Հա, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Լավ եղեք։ Անպայման մասնակցեք։ Ողջունում ենք ձեզ, Դավիթ Հաշենցիներ։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ն է շուտով, ողջունում ենք ձեզ, տեսնում ենք բալկոնը, այն ինչ սիրում բալիկա, բարև բալես, տեսնում ենք, բոլորի տեսնում ենք, իրականում տատի ջան, բարև տատ ջան, բակու մոտ ենք եկե բոլորս, ժողովուրդ ջան, գործուն ունի հետևյալ ճշմարտությունը, չի կարելի մեղադրել մարդկանց, 18 թվականին մեզ խապեցին, սաղից խապեցին, որ ասպա ծուրը նստենք, դուզը խոսանք, եկան, ինչ ասես, խոստացան խապեցին, կարելի է մեղադրել մարդուն, որ խապվել է, իհարկե ոչ, երկրորդ անգամ էլ խապեցին, տո երկրորդ անգամ էլ ոչինչ, լինում է, մարդը, պատերազմից հետո էր 21 թիվը, ստրես էր ապրում, այն որ վախի մեջ էին պահում, հիմա 26 թիվն է, համոզված է բոլորը ծանր ու թեթև են արել, 100% համոզված եմ, ով կարծում է, որ մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, գլուխը պատով է տալի, ամենալավ մարդիկ հասկանում են, ամեն ինչ էլ տիրապետում են, ամեն ինչ էլ գիտեն, և հետևաբար, քանզի մարդիկ արդեն գիտեն, քանզի մարդկանց խապել չի ստացվի, չնայած իհարկե, ինչ-որ մի մաս խապված մարդկանց մնացել է, ագրեսիա չի կարելի այդ մարդկանց հանդեպ, ոչ մի պարագայում, ով ուզում է թող ընտրի, բայց ընտրելուց, ընտրի ոչ թե վախից, ընտրի ոչ թե նրանից, որ չգիտեմ, հատենց գլխի մեջ նկարել է ինչ-որ մի գեղեցիկ պատկեր ու այդ պատկերի ներքո ինչ-որ բաներ է պատկերացում, չէ, ժողովուրդ ջան, տես չի, մի գաղտնիք բացենք իշխանության համար, մածունը սպիտակ է, այսինքն եթե ինչ-որ բան ես ուզում ապացուցես, չկա տես բան, ոնց էր ասե, ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, բարլուս, սատանի մայլեն քանդրբազություն, էլի, չէ ժողովուրդ ջան, չկա տենց բան,
Հիմա համ պատասխանատուն, համ մեղավորը, թե ինչա լինելու հետո, լինելու ենք մենք բոլորս, նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց տնից դուրս չեն գա, որովհետև եթե տնից դուրս չեն գալի, ապա ստացվում է, որ իրենք համաձայն են այն քաղաքականության հետ, որը այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Իսկ ինչ այսօր տեղի ունենում? Տեղի ունենում շատ պարզ մի գործընթաց։ Մեզ փորձում են համոզել, որ խաղաղությունը դա պարտված, ստորացված, թուրքի դեմը կրսած կարգավիճակն է մենակ։ Չէ, էդի խաղաղություն չի։ Էդի սպանդի նախերանգա։ Չես ուզում ապրես Արևմտյան Ադրբեջանում, ուրեմն ամսի 7-ին գնա ու քվեարկի։ Չես ուզում, որ վաղը մյուս օր Ալիևը արթնանա գլխին եսի միշտ փչի, նոր պահանջներ ներկայացնի մեր բոլորիս առջև։ Ուրեմն գնա ընտրության։ Ուզում ես ապրես, ապահով, բարգավաճ և անվտանգ երկրում։ Ուրեմն գնա ընտրատարածք։ Հետևաբար հունիսի 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Հարգելի դավթաշենցիներ, ողջունում ենք ձեզ, եկեք միած ծափարություններով մեր ժողովրդին, պատուհաններից, պատշգամբներից, ավտոբուսներից, ավտոմեքենաներից հետևում են, ձեր ցավը տանեմ, անպայման մասնակցեք ընտրությանը, վերջ դրեք այս պարտությանը, այս նվաստացմանը։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկած կանիր, ձեռքդ բացիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկած կանիր, ձեռքդ բացիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոտ այս չարիքին, վերկած կանիր, Pashim Meshit, Umasayom El Haydenikin, Hayed, Hayed, Vodki, Hayed, Hayed, Vodki. Galu emel dare, haftanaki dare, vokerelu enk menk miyansir, vekaz kanir, mez miyatir, Umasayom El Haydenikin, Hayed, Hayed, Vodki, Hayed,
Հարգելի դավթաշենցիներ, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Յուրաքանչյուրիդ քվեն շատ կարևոր է։ Կարևոր է մեր երկրի անվտանգության, խաղաղության և զարգացման համար։ Բարձր մասնակցությունը երաշխավորում է անխուսափելի իշխանափոխություն։ Օրվա իշխանությունը վախենում է ժողովրդի քվեից և դա է պատճառը, որ վախից ելնելով հարձակվում է մեր քաղաքացիների վրա։ Մերժեք այս ապիկար իշխանությանը և քվեարկեք թիվ 7-ի օգտին։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ։ Այսօղի վրա հավատ կաճանված Այստեղ նորից ճանապարհ է բացվում Ապագան ենք հավատով կառուցում Առաջարկ Հայաստանի նոր զարկը քո սերգին Երեխուսն է գործ են անում Հավատը ուժ է ձգում Եկեղեցու սանգը մեր ձայն է Խաչի լույսը մեր ճանապարհը Համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, Սիրելի դավթաշենցիներ, ձեզ ողջունում է 7-րդ համարի քվեաթերթիկը, որի ներքով հրաշալի մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այդ ցուցակում արտացոլված է նաև Երևանի ավագանում այ Հայաստան խորհրդությունը։ Սերի դավթաշենցիներ, մենք բոլորին կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս։ Դեր կանգնեք ձեր քվեին, դեր կանգնեք ձեր իրավունքներին, իրականացրեք ձեր քաղաքացիական պարտքը, տնօրինեք երկրի ճակատագիրը։ Եվ այսպիսով, հունիսի 7-ին, Համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին։ Հարգելի դավթաշենցիներ, երկրի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային խնդիրները շարունակում են սպառնալ Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Այս իշխանությունների համար
մասի սարը արգելված է, մեր անկախության հռչակագիրը լավը չի, եռագույնը լավը չի, զինանշանը լավը չի, Արցախյան շարժումը իրենց համար անընդունելի է, որովհետև երկիրը իրենք հասցրել են կապիտուլյացիայի և Թուրքիա առաջ ծնկի են եկել։ Ու բոլորիդ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել 2021 թվականին թուրքերի բացահայտ սատարումը, երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ ամոթը, այդ խարանը չի ջնջվել դեռ մեր ճակատից։ Սրանք Թուրքի պահած են ու ակնհայտ կատարում են Թուրքի հանձնարարություն։ Ու բացեի բայց հայտարարել են, էլի են տարածքներ զիջելու և նախորդին Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը բացեի բաց հայտարարել ընտրություններից հետո, եթե հաստատ մի արասցե, այս խեղկատակները, այս բախտախնդիրները, եթե կարողանան մեր և ձեր թողտվության պայմաններում վերընտրվեն, փոխելու են սահմանադրությունը, ուրանալու են Հայաստանի երրորդ հանրապետությունը, արդեն իսկ ուրացել են Արցախը, ուրանում են Արարատ սարը, ուրանում են ցեղասպանությունը, ուրանում են մեր զոհերին, մտնում են շենքի բակեր, մարդկանց հրում են, մարդկանց կոպտում են, մարդկանց ձերբակալում են, մարդկանց նվաստացնում են, մարդկանցից խլում են ապագան ու հույսը, մարդկանցից խլում են հավատը։ Այս իշխանազավթներին, այս ուզուրպատորներին, այս խայտառակիներին, այս ամոթի դարաշրջանի ճարտարապետներին պետք է մեկըտ միշտ ռադանել հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Հարգելի դավթաշենցիներ, այս իշխանությունը մեզանից խլեց մեր երկրորդ հայկական պետությունը։ Հիմա ուզում են խլել Հայաստանի Հանրապետությունը։ 21 թվականին խաբեցին, թե իբր պաշտպանելու են Արցախը, ապահովելու են տնտեսական զարգացում։ Խաբեցին Արցախը, դավադրաբար հանձնեցին Ադրբեջանին, իսկ տնտեսական զարգացման փոխարեն 8 տարվա ընթացքում 8 միլիարդ դոլարով ավելացրել են մեր երկրի պարտքը, բայց փոխարենը ոչինչ չեն արել։ Ժողովրդին խաբում են, թե Արցախը հանձնեցինք, զատո ասֆալտ են կարել։ Խաբում են, որ Արցախը, Հայաստանի տարածքները, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հանձնեցինք, զատո ժողովրդավարություն ենք բերել։ Այս ամեն ինչը սուտ է, կեղծիք է, խաբեություն է։ Հունիսի 7-ին ամբողջ աշխարհը հետևելու է մեզ, որպեսզի հասկանա, թե արդյոք հայ ժողովուրդը ուզում է ունենալ պետություն, թե ոչ, թե արդյոք հայ ժողովուրդը ունի արժանապատվություն, թե ոչ, թե արդյոք հայ ժողովուրդը կարողանալու է իր վրայից թոթափել ամոթի պիտակը, թե ոչ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված հունիսի 7-ին կունենանք արժանապատիվ քվեարկություն, թե ոչ։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրությանը և դա դիտարկի որպես իր պարտքը մեր երկրին, մեր երեխաներին, մեր ապագային։ Հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի մեր երեխեքը խաղաղ ու անվտանգ ծառայեն սահմաններում, որպեսզի գները խայտառակ ձևով չաճեն, որպեսզի մեր երկիրը օր-օրի չփոքրանա, որպեսզի Հայաստանը Արցախի օրը չընկնի, որպեսզի Հայաստանում հայաստանցի, արցախցի, երևանցի, գյումրեցի, վանաձորցի, գորիսեցի բաժանումներ չլինեն, որպեսզի հանրային համերաշխություն ու զարգացում լինի։ Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, եկեք նա ծափահարենք մեր հայրիկին, ապրեք հայրիկն, Ժորժ ջան, բոլորիդ ողջունում ենք։
Իշեք թիվ 7 քվեաթերթիկի ներքո հանդես է գալիս Բարգավաճ Հայաստանը, որի ցուցակով ընտրություններին մասնակցում են Մայր Հայաստան կուսակցությունը, դեմոկրատական այլընտրանքը, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ հարգված մարդիկ, եւ մենք ձեզ կոչ ենք անում մեր օրինակով կոնսոլիդացվեք, միավորվեք եւ վռնդեք այսօրվա պիկար իշխանությանը։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին համար 7 Հայրիկ ջան, մենք ձեր հետ ենք, անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեզ ենք դիմում, Հայրիկ ջան, շատ շնորհակալ ենք աջակցության համար։ Ապրեք, ժողովուրդ ջան, այսպես միասնաբար, իրար ձեն տալով, հարևաններով, բարեկամներով, իրար զանգելով, հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս եւ քվեարկում ենք համար 7-ի օգտին։ Քվեաթերթիկ համար 7 Քվեաթերթիկ համար 7 Միացիր Միացիր Միացիր, որ մերժեք թուրքին։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկած կանգիր, ձերքդ Ողջունում եք, Դավիթ Հաշել։ պայքարին, հայեր, ոտքի, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոլ այս չարիքին, վերկած կանգիր, փաշին մերժիր, ու ասայո մեր հայրենիքին, հայեր, ոտքի, հայեր, ոտքի, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, Բարև Դավիթ Հաշել։ Վերկած կանգիր, մեզ միացիր, ու ասայո մեր հաղթանակին, հայեր, ոտքի, հայեր, ոտքի, հայեր, ոտքի, հայեր, ոտքի. Հարգելի Դավիթ Հաշենցիներ ջան, առաջին հերթին շնորհակալություն ձեր ընդունելության համար, իրականում շատ համ հուզիչ է, համ էլ պարտավորիչ է։ Ինչ է ըստ էության կատարվում այսօր։ Այսօր ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ մեզ փորձում են բոլորիս համոզել, որ այս ամեն ինչի խայտառակության, գիտեք, ստորացման, երկիրը կորցնելու, այս ամեն ինչի դիմաց մենք ստացել ենք իբր խաղաղություն։ Ասում ես, դե լավ, այդ խաղաղությունը ոնց է ստացել։ Ասում են ոնց, բա տեսեք սահմանի վրա չեն կրակում։ Հաբա կրակեն ինչ անեն, առանց կրակելու ինչ կա չկա, իրանք ասում են իշխանությունները անում են, կրակելու իմաստը ո՞րն է։ Կարա ինչ-որ մեկը բացատրի։ Իհարկե չի կարա։ Իրականում ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 7-ին, ունեն շատ ուղիղ և պարզ նշանակություն։ Մարդիկ չեն ընտրում լոկ քաղաքական ինչ-որ գործընթաց, քաղաքական ուժ, այսինքն մենք Այն իրավիճակում չենք, երբ որ դասական առումով ընդդիմություն, իշխանություն, տենց գործընթաց է գնում, ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, իշխանությունը ընդդիմությանն է քննադատում, ոչ, սա այդպես չի։ Մենք այսօր կանգնած ենք մի կարևորագույն իրավիճակի առջև, որ Հայաստանում ենք մենք արթնանալու հունիսի 8-ին։ Արթնանալու ենք արդյոք Հայաստանում, թե արթնանալու ենք
սողացող արևմտյան Ադրբեջանում։ Ընդ որում մի բան էլ եմ նկատել։ Ով ինչ ուզում է ասի, գոյություն ունի հետևյալ ճշմարտությունը։ Այն ստորացումը, այն գորգռալը, այն մարդկանց վիրավորելը, որը մենք այսօր տեսնում ենք իշխանության կողմից, չգիտես ինչու վերաբերվում է մենակ հայերին։ Դու մեկը ասի, որ այդքան դուք այդպես ջղային լուրջ բան եք, տես քաղաքական գործիչներ եք, չգիտեմ ինչ եք, տենց կաստյում գալստուկով լուրջ դեմքով չգիտեմ ինչեր եք դուրս տալի։ Բա գնացեք մի հատ Ալիևի վրա տես գոռացեք։ Մի հատ գնացեք Էրդողանի վրա գոռացեք։ Ոչ թե երջանիկ շապիտով Էրդողանի գինքը պորտի սեղմած հենց խաղաղություն են բերել։ Էդի խաղաղություն չի։ Դա վստահաբար միշտ եղել է, կա եւ կլինի ստորացում, հարց եմ տալի։ Կարա ստորացված մարդը լինի անվտանգ։ Կարա մարդը լինի անվտանգ, եթե իր արժանապատվությունը, ասում է ինչ է մեզ ասում ըստ էության, ասում է դուք ձեր արժանապատվությունը, ձեր պատիվը, հայրենիքը ի վերջո փոխարինեք խաղաղության հետ։ Այդպես ո՞նց է լինում։ Ոնց որ մեկը գա, մեկի տուն ասի, գիտես ինչ կա, տունը դու ինձ, թե չէ քեզ կծեծեմ, են էլ տունը տալիս է տնեցքին էլ ասում է, տնեցիք, ուրախացեք, մեզ էլ չեն ծեծելու։ Շատ պարզ եւ հստակ, առանց ինչ որ քաղաքական ելևեջների երկընտրանքա։ Որտեղ ենք մենք արթնանալու հունիսի 7-ին։ Հայաստանի Հանրապետությունում, թե ինչ որ կիսատ պռած կզդական փուլու չգիտեմ որտեղ, որոնք սրանք փորձում են անվանել 4-րդ հանրապետություն, որը անխուսափելի վերելու է դեպի արևմտյան Ադրբեջան։ Եվ ամենակարևորը, ժողովուրդ ջան, մի ջղայնացեք, մի ներվայնացեք այն մարդկանց վրա, ովքեր կան, այդպիսիները կան, վստահաբար ձեր թաղամասերում էլ կան, որոնք մինչ օրս չեն հասկացել կամ հրաժարվում են ընդունել իրականությունը։ Մարդկանց հետ պետք է զրուցել, մարդկանց պետք է բացատրել։ Նույնիսկ եթե լրիվ անհույս է երևում մարդը ու աշկերը չռած ասում է, չէ, մածունը սև է, չէ ժողովուրդ, ատելությանը պետք է ասենք վերջ, անհանդուրժողականությունը պետք է ասենք վերջ, պետք է ի վերջո մարդկանց ամենօրյա ռեժիմով, բարեկամներ են, ընկերներ են, չգիտեմ, հարևաններ են, աշխատանքի վայրից են, բացատրեք, մարդկանց բացատրեք, որ այն գերջան, հիմա խնդիրը հետևյալն է, իշխանություն չի, հներ, նորեր, տո չգիտեմ են, որ թազա բաներ են, հորին է դե բարձ ամենա լկտին էտի հայերին կիսել ծննդավայրից, արցախցի, հայաստանցի, Հայաստանի մեջ են սկսեմ անել մարդկանց սրանց կիսել։ Այդ իսկ պատճառով պետք է շատ պարզ եւ ուղիղ հասկանանք, որ հունիսի 7-ին ըստ էության ամեն մեկը, նույնիսկ իր տունը նստելով, կամ դեմն առնելու է Հայաստանի ապամոնտաժմանը, ոչնչացմանը, կամ գոնե իրա ձենով օրը 15 րոպե ժամանակ ծախսելով, 15 րոպե գնա ու իրա քվեյով ասի ոչ, ես կզած չեմ, ես ստորացված չեմ, ես թուրքի փայ չեմ դառնա, մենակ նրա համար, որ ոմանք գնան միլիոնավոր պրեմիաներ ստանան։ Չէ, ժողովուրդ, տես չի։ Ամսի 7-ին ամեն մեկը տունը մի նստեք տունը, գնացեք անպայման ընտրատարածք, իշխանությունը սարսափում է ամեն մեկի քվեից, ուղղակի ուժասի մեջ է անգնում, սարսափի մեջ է, գնացեք, դուք ձեր ձայնը ասեք, դուք ձեր ասածը ասեք ի վերջո, որտեղ եք ուզում ապրել, Հայաստան, թե արևմտյան Ադրբեջան։ Սա է, ուրիշ երկտրանք, երկար բարակ, լոլոներ պետք չի սս կարդալ։ Էդ է։ Եվ հետևաբար, հունիսի 7-ին
Հունիսի 7-ին Հարգելի դավթաշենցիներ, վերջին 8 տարիներին ձեզ անընդհատ խաբել են ու շարունակելու են խաբել, քանի դեռ այս ամենը հանդուրժում են։ 2018-ին սրանք իրենց ներքնաշորերով փակում էին տեսախցիկները, արագաչափերը, թե իբր գալու են ու թալանի դեմն առնեն, բայց իրենք դարձան թալանչիներ։ Խոսում էին օլիգարխիայի դեմ, ասում են օլիգարխիկ համակարգ պետք է չլինի, իրենք դարձան հեղափոխական օլիգարխներ, դոլարային միլիոնատերեր։ Այս ստին ու կեղծիքին պետք է վերջ դնել եւ հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրությանը։ Հարգելի քաղաքացիներ, մենք մի հատ բարձր եկեք ծափարություններով ողջունենք մեր քաղաքացիներին, ձեզ տեղեկացնենք, որ շնորհակալ ենք, երբ որ վերջին ընտրություններին Երևանի մեզ հազարավոր ձայներ վստահեցին, խոսքը Մայր Հայաստանի մասին է, հիմա ձեզ տեղեկացնում ենք, որ Մայր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով եւ մենք ակնկալում ենք, որ այն վստահությունը, որ ժամանակին դուք մեզ տվել եք, հիմա բազմապատկվել է, որովհետև մենք պարզ երեսով ենք ձեր առաջ հանդես գալիս, քանի որ ինչ ահազանգ եղել է, մենք դրա հետևից գնացել ենք, ձեր շահերը պաշտպանել ենք, քաղաքում կռիվ ենք տվել յուրաքանչյուր քաղաքացու շահի համար, Երևանի շահի համար, մեր քաղաքի զարգացման համար, դրա համար էլ պարզ երեսով ձեզանից խնդրում ենք ձեր վստահության քվեն համար 7-ի, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Ժորջա, մի հատ է ծափարություններով մեզ հետևող քաղաքացիներին ողջունում ենք ձեզ, ձեր ցավը տանեմ անպայման մասնակցեք, որ հետո չափսոսանք, որ չգնացինք ընտրատեղամաս ու մեր քվեն կորավ ու այս ապիկարները նոր ավերածությունների պատճառ դարձան, մասնակցենք ընտրությանը եւ մեր քվեով վերջ դնենք քաղաքացիական պայմանագիր կոչվող խունտայի իշխանությանը։ Միացիր, միացիր։ Հայաստան իմ լույսիմ տուն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամա, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Հունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին։ Լույսը կգա, սիրտը կզարթնի, արդարության օրը մոտ է, Հայաստանը նորից կփայլի։ Հունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Հունիսի 7-ին, ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին։ Լեռների շրջով կանգնած ես դեր, քո հողը սուրբ է, քո անունը երգ, ամեն քարի մեջ նախնի ներկան, ամեն սրտի մեջ հավատան մար,